Excellent. Great timing. Thank you, Robert, for the assistance. That worked out perfectly. Better than most video presentations I've seen with trying to work in video. It's great. Thank you, Sinead. I think just in the economy of time, if it's all right, I'll just say let's go to our next presenter, since we have two, really for questions and answers, and then come back for some Q&A after that. Okay, so I'd like to introduce Professor Lilit Yerkanian. Yernakian. Yernakian? Is this correct? Okay, very good. Thank you very much. From the Institute of Art of the Armenian Academy of Sciences, and her presentation is entitled The East in the Context of Gurdjieff's Musical Legacy. Thank you. I have to confess that this is my first presentation in the field of Gurdjieff studies and my first attempt to enter into the amazing world of his music. So now I'll present my considerations and thoughts on that music. And I am very grateful to Lucine and Professor Rosenthal for the musical illustrations. Actually, I am going to speak on that topics, and they are perfect illustrations. So now, unfortunately, I have no time for PowerPoint, neither for English translation of my presentation speech, so I'll present it in Armenian. Որքան որ Գուրդիևի կերպարն է եղել առեկցվածային, միստիկ մտածողին հատուկ ոչ օրթոդոքս գաղափարներով, երաժշտի, ստեղծագործողի, պարուսույցի եւ այլ շնորհներով, վարքագծային էքսցենտրիզմով, նույնքան արտարոց է նրա երաժշտական ժառանգությունը իր ընդգրկումով ու բովանդակությամբ բազմէթնիկ, բազմաոճ երգերի, հոգևոր հիմների, աղոթքների, ալիլույաների, տիբիկանտամոս, etc. Եվ սեյդների պարերի, մեղեդիների, դաշնամուրային մշակումներով եւ վերաարարումներով։ Գուրդիև եւ կոմպոզիտոր Հարթմանի ստեղծագործական համագործակցության արդյունքում մեզ է հասել իր տեսակի մեջ եզակի մի երաժշտական շտեմարան, որի բանալին զուտ երաժշտագիտական վերլուծության ընդունված մեթոդները չեն տրամադրում։ Եվ պետք է խոստովանել, որ նույնիսկ երաժշտագիտական դիրքերից զանգ ինտելեկտուալ դիսկուրս են ձևակերպում եւ ուղղորդում դեպի հոգեվոր արևելան թե արևմտյան միստիցիզմի ոլորտները։ Գուրդիևի երաժշտական բացահայտումներով, իր երևակայությունը բորբոքող երաժշտական տեքստերի գրառումներով, կատարողական ցուցմունքներով ստիպում է անդրադառնալ եւ կարեւորել այն ազդակները, որոնցով նա առաջնորդվել է իր տեսակետից նախաստեղծ երաժշտական նյութի որոնումներում։ Նրա անձնում բազմաբովանդակ գործունեությունը, որ ժամանակին հակասական կարծիքներ են ձևավորել, առանձնատիր հետաքրքրություն են ներկայացնում նրա երաժշտական ինքնության, լինելիության, երաժշտական լինելիության եւ բեցի տեսանկյունից, որ ըստ ամենայնի նրա ուսմունքի մշակման կարևոր բաղադրիչներից ու նախադրյալներից մեկն է եղել։ Մարդկային էության տարբեր երեսակները, արտացոլուները փնտրելով ազգային մշակույթներում, նա համոզված էր, որ այդ երաժշտական ավանդույթներում ձևավորվել է այն ազգային էթոսը, որն իր խորքային դրսևորումներում երաժշտությունը փոխանցում է հաջորդ սերունդներին։ Առաջին հայացքից այս մեծածավալ մեկ անձի կողմից ունիկալ հիշողության մեջ ամրագրած եւ համահեղինակությամբ գրառած ներդաշնակված երաժշտությունը պարզ եւ հակիրճ համարների հաջորդական շարքերի տպավորություն է թողնում, սակայն դրանց ընտրությունը կենտրոնացած արևելքի հին մշակույթների, ֆոլկլորային եւ հոգեվոր ժանրերի վրա եւ այն պրակտիկ խորհուրդներն ու լուծումները, որ Գուրդիև Հարթմանին ցուցադրել է մեկ մատով նվագելով դաշնամուրի կամ կիթառի վրա, օգտելով դրան ներդաշնակման սկզբունքներում, վկայում են, որ նրան ոչ այնքան ավտոխտոն նյութը հաստատագրելու խնդիրներն են ուզել, այլ ինքնին կարևոր առաքելություն է, որքան այդ նյութի խորքային հիմքերում իր տրանսցենդենտալ մտքերի եւ սուբյեկտիվ զգացողությունների արձագանքները լսելու եւ գործնականում մարմնավորելու հարցերը։
Այդ համարներում կիրառված ինտոնացիոն ռեպետիտիվ դարձվածքները մենք լսեցինք արդեն, օստինատոները, drum, pedal point, դրանց ռեգիստրային կրկնությունները եւ մոդալ ելևէջային նյուանսները ըստ էության արևելքի ավանդական երաժշտության կառուցվածքային տարրերն են եւ բխում են մոնոֆոնիկ երաժշտության էությունից։ Դրանց ոգին ըմբռնելու համար է Գյուրջիևի իր աշակերտներին եւ Դի Հարթմանին առաջարկել ձայնակարգեր, մոդալ հնչյունաշարեր տարբեր, որպեսզի նրանք ուսումնասիրեն եւ կարողանան ընկալել արևելյան ռիթմի եւ մեղեդիների տրամաբանությունը։ Այդ հատորների խորագրերը 4 հատորների, որոնցում ամփոփված է նյութը, ասիական երգեր ու ռիթմեր, սեիդների, դերվիշների երգեր ու պարեր, հիմներ, աղոթքներ, հիմներ մեծ տաճարից, արևելյան ժողովուրդների իմպրովիզացիոն նվագներ արդեն ուրվագծում են Գյուրջիևի երաժշտական կողմնորոշումները։ Նշեմ նաև, որ արևելյան եւ արևմտյան հարաբերական բաժանումներով առանձնացված շուրջ 300 կոմպոզիցիաների հիմնական մասի բնութագրական հատկանիշը ոճական սինկրետիզմն է, որ ժխտում է այլության, օտարության, otherness հասկացությունը, իր տարբեր կոննոտացիաներով։ Նման կոմպոզիցիաներում երկու աշխարհներից, տարբեր կրոններից ստացած հոգևոր ազդակները շաղկապվում են խոհափիլիսոփայական մտքերի հնչյունային արտահայտումներում եւ իմաստավորվում երկակի բազմակի էություններում։ Այդ երևույթը, որ նաեւ trans-ethnic կամ trans-religious մտածողության դրսևորում է, արկա է Գյուրջիև Դե Հարթման մեդիտատիվ, ավանդական ու մոդեռն երաժշտական դիսկուրսում։ Մասնավորապես ասիական երգեր եւ ռիթմեր վերնագրված հատորում ընդգրկված ժանրերը հունական, արաբական, քրդական, հայկական, հնդկական, աֆղանական, ասորական, հնարավոր չի բոլորը թվարկել, արևելյան երաժշտության մի խայտաբղետ խճանկար են ներկայացնում եւ այդ բազմազանության մեջ առանձնանում են տարբեր կշիռներ ունեցող էթնիկ եւ հոգեվոր արարողակարգային երաժշտություն ժանրերը, որ անկախ Գյուրջիևի համակարգում գործնական կիրառություն ունենալուց նրա շարժումներն ու ռիթմերը ուղեկցելու դեր ֆունկցիայից ունեն պատմաճանաչողական եւ գեղագիտական մեծ արժեք։ Այդ երգերը, նվագները, պարերն ու ռիթմերը մեծ մասը չունեն կոնկրետ ազգային նկարագիր եւ այն ինչ որ ցույց տրվեց այստեղ իլյուստրացիաներում ըստ էության Մերձավոր արևելքում տարածված հաճախ թափառող մեղեդիներ են, այդ թվում եւ Էնզելին, որ լսեցինք կոմպոզիտորի կատարմամբ, որը Ալեքսանդր Սպենդիարյանը, մեր օպերայի հիմնադիրներից մեկը, հայ, օգտագործել է իր ստեղծագործություններում երևանյան էտյուդներում։ Այնպես որ դրանք ընդհանուր արևելյան մեղեդային մի շտեմարան են իրենցից ներկայացնում։ Նշեմ նաև այս մասին ասվեց մերողություն։ Այդ երգերից ու նվագներից, պարերից մի քանիսն էլ առանց վերնագրի են, բայց որոշակի ազգային հնչերանգներ ունեն եւ մեծ ընդհանրություններ հայ քաղաքային երկարվեստի իդիոմատիկ դարձվածքների եւ կոմիտասյան պարերի պոլիրիթմիկ հնարների հետ։ Իդեպ հատկապես հունական եւ հայկական կոչվող մեղեդիներն են ազգային պատկանելության տեսակետից երբեմն տարակուսանք առաջացնում։ Դրանք առավելապես ընդհանուր արևելյան մեղեդային ոլորտում են ընթանում։ Այս տեսակետից ամենաշահեկան բնութագրերով են ներկայացված քրդական մեղեդիները, որը Դի Հարթմանը ներդաշնակել է գործիքային իմպրովիզացիաներին բնորոշ արտահայտչաձևերով, դամի, օստինատոների, հարուստ մելիզմատիկայի կիրառություններով եւ հատկապես այս քրդական մեղեդիներն են ու բայաթիներն են հիշեցնում կոմպոզիտոր Նիկողայոս Տիգրանյանի Մարի խոսքերով արևելքի մեծ երգչի եւ առաջին մունետիկի գրառած ու դաշնամուրի համար մշակած Բայաթի քուրդը, Բայաթի Իսֆահանը, Բայաթի Շիրազը, Բայաթի նշանակում է մեղեդի, տխուր հնչերանգներով մեղեդի եւ ամեն մի քաղաքում, ամեն մի վայրում կամ ազգային մշակույթում այդ մեղեդիները համապատասխան անվանումներ են ստացել, դրանց
հիմնական մոդը, ձայնակարգը հիմքում ընկած չարգահն է, արևելյան չարգահն է։ Ամենայն հավանականությամբ եւ Գուրջիևը եւ Հարթմանը ծանոթ են եղել այդ մշակումներին, ինչպես եւ Կոմիտասի գրառումներին ու դաշնամուրային ստեղծագործություններին, որոնք դե Հարթմանը, ինչպես հայտնի է, կատարել է Երևանում, թերևս այլուր, իր համերգային ելույթների ժամանակ։ Արևելյան երաժշտության դաշնամուրային մշակումները բնականաբար բազում խնդիրներ են հարուցել դե Հարթմանի համար։ Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայում ուսանած, ընդհանուր առմամբ եվրոպական եւ ռուսական դպրոցի ավանդույթներով կրթված դե Հարթմանը անկասկած առանց Գուրջիևի նշումների, մեթոդական ցուցմունքների, մոնոդիկ մտածողության օրինաչափություններին ծանոթանալու նման վարպետությամբ չէր կարող իրականացնել այդ մշակումները։ Ինչպես նշվեց արդեն դամը եւ հարվածային գործիքի համար հատուկ գիծ է ավելացրել, որպեսզի ընդգծի արևելյան ռիթմը։ Միևնույն ժամանակ այդ երգերը արտասալում են նաև ռուսական օրիենտալիզմի անխուսափելիորեն։ Այդ տարիներին Հարթմանը, երբ որ սովորում էր կոնսերվատորիայում, Ռիցկի-Կորսակովը եւ ռուսական հնգյակներ առաջատար դիրքերում երաժշտության, այնպես որ այդ միտումները եւս արտահայտված են Գուրջիև Հարթման ստեղծագործություններում, բազմավոճություն։ Դամի կիրառության շատ հետաքրքիր նմուշ է օրինակ Բուխարայի Դերվիշ Հաջի Ասված Չրոփ երկը, որի վերնագիրն իսկ վերծանության կարիք ունի։ Այս երկը առանձնանում է իր իմպրովիզացիոն ոճով, արևելյան թառին, ինչպես նաև դաշնամուրային բնորոշ ակորդային արպեջիոների նման ակումբներով, փշրված ակորդներով, միևնույն ժամանակ եվրոպական հարմոնիկ հենքով, ռապսոդիայի ժանրին բնորոշ հանկարծաբան շարադրանքով։ Բուխարայի Դերվիշի այս երաժշտական կառույցը, որ Գուրջիևի All at Everything գործում հիշատակված միստիկ հերոսներից է, ավելի ստույգ Bebop's Tales to His Grandson պատմվածքներում արևելյան եվրոպական դասական երաժշտության արտահայտչամիջոցների մի միաձուլվածք է, սինթեզ է մանրակերտ ձևում, մինիմալիզմի, էքսպրեսիոնիզմին հարող տարրերով, եւ այս բազմավոճությունը, որ 20-րդ դարի մոդեռնիզմի բնորոշ միտումներից էր, թույլ է տալիս հիշեցնել եւ ընդհուպ շոշափել Հարթմանի ավանգարդիստական հետաքրքրությունների հարցը։ Դե Հարթմանի կենսագրության արժանահիշատակ փաստերից տեղեկանում ենք, որ գտնվելով Գերմանիայում 1912 թվականին մասնակցել է Վասիլի Կանդինսկու, Ֆրանց Մարկի եւ երաժշտական ավանգարդի առաջնորդ Արնոլդ Շոնբերգի կազմակերպած հավաքներին, արվեստի տարբեր տեսակների հոգևոր արտահայտչականության նոր հիմքերի որոնումների շարժումին։ Նրա անարխիան երաժշտության մեջ հոդվածը Հարթմանի տպագրվել է Կանդինսկու The Blue Rider ալմանախում, որտեղ արտահայտված տեսակետները վերաբերում են նոր երաժշտության, նոր գույնի, հնչյունի, ձևի, տեմբրի, ներքին հնարավորությունների բացահայտմանը եւ ավելին Կանդինսկու Yellow Sound սինկրետիկ բեմական ներկայացման համար դի Հարթմանը երաժշտություն է գրել, որը հետագայում այդ սիմվոլիստական անսովոր կառուցվածք ունեցող 6 պատկերներով դրամայի ամերիկյան թողարկումներում ուղեկցվում է Հարթմանի կորած ձեռագրի մասամբ պահպանված ֆրագմենտների ուղեկցությամբ։ Եվս մի փաստ Հարթմանի եւ Գուրջիևի ժամանակակից երաժշտությանը ծանոթ լինելու եւ ավանգարդին հատկապես հարելու միտումներից, որ Ջեյմս Ջոյսի Ուլիսիս վեպի հիման վրա վերջի էջերի, ինչպես ինքը նշում է, Հարթմանը ձայնի եւ դաշնամուրի համար երգ է գրել։ Սա մի ահռելի թեմա է, Ջեյմս Ջոյսը եւ ավանգարդի երաժշտությունը, մինիմալիզմը, հոգևոր մինիմալիզմը, որ անկասկած իր արտացոլումն է գտել Հարթման Գուրջիև այս երաժշտական ժառանգության էջերում։ Ահա այս հիմքով է եվրոպական, ավանգարդիստական, մինիմալիստական, սրբազան մինիմալիզմի բոլոր տրադիցիաներով է Գուրջիևին հանդիպել Հարթմանը 1916 թվականին, որը փոխել է նրա ստեղծագործական կենսագրության ուղին։ Գուրջիևի հոգևոր մշակութային տարածքն ի սկզբանե որոշարկված է եղել նախքան դե Հարթմանին հանդիպելը արևելքն իր երաժշտությամբ, գեղագիտությամբ, ավանդական մշակութային իրողությունների, էպիկական ասքերի, սիրավեպերի, առասպելաստեղծ մտածողությամբ, սազանդարային գործիքային իմպրովիզացիաներով, վերջապես նրա հայ-հունական ինքնության եւ հոր կողմից ժառանգած աշուղական արվեստագիտական խառնվածքի ձևավորման առանցքն է եղել մանկությունից։
Ալեքսանդրապոլում է ստացել նա այդ գիտելիքը, ծանոթացել մթնոլորտին եւ այստեղ ես շատ կանգ չեմ առնի, որովհետեւ Ալեքսանդրապոլի կենցաղը ազգագրական միջավայրը արդեն ներկայացվել է։ Դրանից հետո է նա իր արևելյան ոդիսականի ճշմարտության եւ տիեզերական իմացության որոնումների ու ճանապարհորդությունների ընթացքում իր գիտելիքները ընդլայնել նոր իմացական ոլորտներով, հագեցրել արևելքն ու արևմուտքը տարբեր դրույթներով մերձեցնող միստիցիզմի ծիսարարողական շերտերին, սուֆիների հոգևոր կատարելագործության ուղին ուղեկցող երաժշտության, մարմնակենտրոն շարժումների համակարգին։ Այս խորհրդանշական անցումը Գուրջիևի ձևակերպումով From one stream of the river of life to the other կարծես իր սիմվոլիկ արտահայտությունն է գտել ահա այս ժողովրդական էթնիկ ավանդույթներից դեպի այլ հոգևոր արարողական միջավայր տեղափոխվելու երևույթում։ Սեյդների որպես բարձր սոցիալական ստատուս ունեցող խավի Մուհամեդի ենթադրյալ ժառանգների մասին կարող եմ ասել, որ նրանք հատուկ ռեպերտուար եւ ոչ չունեն, չկա այդպիսի հասկացություն ի տարբերություն սուֆի եւ դերվիշ մյուզիկ երևույթի։ Դժվար է կռահել, թե ինչ ազդակներով, ասոցիատիվ կապերով է Գուրջիևը առաջնորդվել Սեյդների երկուպար անվանելով այդ նմուշները։ Հավանաբար նրանց հոգևոր միստիկ ծագումնաբանությունը Մուհամեդի գծով։ Եվ հիմնականում Սեյդների ու դերվիշների պարերն ու երգերը միմյանցից չեն տարբերվում իրենց ներդաշնակման սկզբունքներով եւ ընդհանուր առմամբ դրանք իսլամական երաժշտության հոգևոր ավանդույթի երաժշտավոճական հատկանիշների ազատ ինտերպրետացիաներ են։ Մեղեդային ելևէջային տպավորիչ նկարագիր ունեցող նմուշներից շատերը կարող են ընկալվել այդ սուֆիական գաղափարների երաժշտական ակնթարթներ եւ իրենց ձևակառուցվածքային առանձնահատկություններով նույնպես մոտ են համաարևելյան երաժշտական կանոնում հաստատված իմպրովիզացիայի եւ պարի համադրման սկզբունքին, որ բոլոր սեյդների երգերն ու ռիթմերն ու սուֆիների հիմնված են ահա այդ մոդելի վրա։ Գուրջիև դե Հարթմանի դերվիշային կոմպոզիցիաները, պարտադիր պարային հատվածներն ու ռիթմական հենքը սուֆիական ծիսակարգում թրծված ռիթմական բանաձևերի, դրանց բազմակի կրկնությունների, հատկապես պտտվող դերվիշների պարերի ծայրահեղ կանոնավորված ավանդույթին հարող երևույթներ են։ Սիմվոլիկ շարժումներով, պտույտներով, ցատկերով, գլխի շարժումների փոփոխական ռիթմով, վերջապես պարերի շրջանը կազմելու սկզբունքներով սրբազան շրջանը։ Դերվիշներն ու սուֆիներն իրենց հոգին ու մարմինը նետում էին այդ սրբազան համերգի մեջ։ Ահա այս դիխոտոմիկ կապն է ընկած եւ արևելյան տարբեր ժանրերի սուֆիական երաժշտության հարող ենթաժանրերի, մակամների, մուղամների, աշուղական երգերի ձևակառուցվածքային հիմքում բավարարվեմ ասելով, որ մակամներ էին կոչվում արարչի հետ հաղորդակցվելու, ձուլվելու, անեյանալու համար սուֆիի հոգևոր վերելքի ճանապարհին հանդիպող 4, 7, 10 կանգառները, աստիճանները կամ արաբերեն մակամները։ Ահա այս սկզբունքը երաժշտական առումով այդ մակամը հնչյունաշար է, մոդ է, ձայնեղանակ, որի աստիճանների հետևողական ելևէջային ռիթմական իմպրովիզացիաներով ամբողջանում է ստեղծագործությունը հասնելով վիրտուալ էքստատիկ ուրեմն վիճակի ձեռքբերման։ Ժամանակը ինձ չի ներում եւ չեմ անդրադառնում հոգևոր արևելյան եւ արևմտյան ավանդույթներում էքստազի արկայության կամ բացակայության երևույթներին։ Ինչ վերաբերում է սրբազան պարին, ապա այն որևէ առնչություն չունի պարի ընդունված պատկերացումների հետ, դարձյալ հոգևոր համերգի բաղադրիչներից է։ Գուրջիևի գրարած պարերն ու ռիթմերը սուֆիների հոգևոր համերգի ֆիզիկական ասպեկտի, էզոտերիկ շարժումների, քայլերի, պտույտների արտացոլումներից են եւ այս տեսակետից դրանք Գուրջիևի արևելքի ամենահավաստի գեղարվեստական վկայություններն են իրենց միօրինակ, սակայն գեղեցիկ ու տպավորիչ մեղեդային ձևավորումներով, որոնց մենք ականջալուր եղանք համերգին վայելելով
Իլիանա Բաուտիստա դե լա Տորրեի եւ Լուսինե Գրիգորյանի ներշնչված կատարումները։ Շնորհակալություն։